Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն ով ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան հարթակում, սթորի բաժնում կիսվել էր լուսանկարով և ցավալի լուր հայտնել։ Նա լուսանկարին կից գրել էր. «Գիտեմ, որ հոգիդ հիմա հանգիստ է ու սիրտդ էլ չի ցավում։ Իմ Կատրինա մորաքույր, ննջիր խաղաղ»։ Նշենք, որ երգչուհին վերջերս եղել էր «Ապրել սիրելով» հաղորդման հյուրը, որտեղ մայրությունից խոսելով Սիլվան անկեղծացավ, որ կյանքում ունեցել է մի պահ, երբ հասկացել է ունի ամեն ինչ, բացի գլխավորից՝ ընտանիք։ Հիմա ես ինձ լիարժեք կին եմ զգում։ Շատ կապվածություն կա, անգամ երբ պետք է շրջագայության գնամ արդեն ամիսներ առաջ փորձում եմ կառավարել իմ զգացմունքները, թե ինչպես եմ իրենցից բաժանվելու, իրենք ինձանից։ Դայակ ասված, որպես այդպիսին չունեմ, տատիկներն են օգնում, քույրս, բոլոր հարազատներս պատրաստակամ են։ Ինչպես է հասցնում տուն, կենցաղ, երեխաների հետ ժամանց ու աշխատանք։ Մի կերպ, ինչպես բոլոր մայրերը, շատ դժվար ա, ինձ մեկ-մեկ ասում են ոնց ես նիհարել, դժվար ա, կարծում եմ ամենադժվար փուլը հաղթահարել եմ։ Խոսելով ընտանիքի մտերմությունից երգչուհին նշեց. «Մենք մեծացել ենք շատ խիստ հայկական ավանդական ընտանիքում։ Մի սենյականոց տան մեջ 5 հոգով, բայց այդ ջերմությունը, սերը, որը մեզ փոքրուց պարուրել ա, մինչև հիմա կա ու ամենակարևորը միասնականությունը։ Սիլվան ու ամուսինը դեռ մանկուց սիրահարված են եղել իրար, սերը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել, ինչպիսին է այն այսօր։ Վստահելի, փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ընկերական հարաբերություններով լցված, սիրահարվածություն չի, սեր ա։ Առանց իրա էլ չես պատկերացնում, ինքն իմ կեսն ա»։ Սիլվա Հակոբյանը խոսեց նաև հայրիկի մասին. «Նորություն չէ, որ աղջիկներն ամենամեծ կապն ունենում են պապաների հետ, շատերը իմաստը չեն էլ հասկանում, որ հայրս ինձ հետ ամեն տեղ գալիս է, ինքն առաջնահերթ պրոդյուսեր է, հետո նոր հայրիկ։ Մի հատ ֆիլմ կա, ինչքան նայում եմ հուզվում եմ, ասում ա եթե մամաս չլինի, ես կմրսեմ։ Իմ դեպքում իրոք էդպես ա, եթե պապաս չլինի, իսկապես կմրսեմ»։ Այժմ առաջարկում ենք դիտել ինստագրամյան հարթակից հոլովակներ առանց մեկնաբանության։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ համար շատ հիանալի նորությամբ, որի համար շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին և իմ ընկերներին ինձ մատուցած այսքան սիրուն անակնկալի համար։ Այսօրվանից ես նորից ունեմ երաժշտական խումբ։ Սիլվան իմ քույրն ա, մնացած էլ չեմ ասում։ Շնորհավոր, ցավդ տանեմ։ Շնորհավոր։ Նորեն ջան, ապրեք բոլորը։ Այդ ինչքան է։ Ամենամեծ, Ամենամեծ չափը։ ամպի չափը։ Բա պապային։ Ապայն ամպի չափ։ Բոլորիս ամպիչափ սիրում ես։ Հա, Բա Սարային։ Սարային այսքան ամպի չափ փոքր։ Տես, քունկա, տես, քունկա չպրճում ես, պրճում ես, ու մակեպա, ու մակեպա, անա էստեն տայո, ու ուզում ես ուրիշ պատմություն, Նկետատեր չի սովորը դու չէ, պապիկը չեն դուք չեք սովորացնենք, ես եմ սովորացնենք։ Դավայ։ Պատմությունը փոխվել է պատիկի համար, որն է բնած է միս ու կապ
Մածուն ու քաշնակետ, որն է նարինջը կլորվեց, ընկել է խողի մեջ, խաղողը փրված է, իսկ մարդերը հայրություն են, բաժակները մարդ են, որն է մեր բաժակների գրություններն են, համակարգին քնելու բաներն են, համակարգին պահարաններն են, իսկ մայրիկը ջերմացնում է բոլորին, քնում ենք, արթնանում ենք, որ երազները տանում են բալիկները, մամաները։ Ապրես։ Ով է զումբլաստետ, ասկամեց բրաստետերն ենք սարքում, աղջկան սենց տնում ենք, կանդում ենք, հետո տենց բրաստետներ եմ անում ես, դնում ստե շարում եմ, հենց գասիկ ամենար ես շարում եմ ես բաները։ Եվ ինչ արժե։ 6000 6000։ Այդքան թանկ, կներեք, բայց շատ թանկ է։ Արդեն դարձել է 6, արդեն 6 նշանակել են, 6 ուզում եք, թե չէ։ Լավ տվեք։ Okay, դու դեր։ Ահա, այսա բլաստետ սարքի միա ձերքին դնեմ, հա, okay։ Աննեք։ Շնորհակալություն։ Էլա ջանոր զանգեցիր, հա, չգիտի սպույր, հա, հեսա կեկայ, հա, մատեսում ես մագնիսը կրկրվեր։ Ենքան մեծ անկազներ ունես, ենքան մեծ բեզան ունես, ենքան մեծ աչկեր ունես։ Ամետ տատիկ, ամետ հոդիկ բացի, սովացրել եմ դենը, մաման գնում է կանգանակն է բերանում, թոմեկին վեցնում է տալիս է, կամիր գխագին, ասում է տատիկ ես համազին եմ, այրում կամիր գխագ ես կես կուտեմ, սկայլ է դուրը ծեցում է, ես յամ չեր բաչում դուրում, մնում եմ, Աչ, բաստականում է, աչ մին տարակը տատիկնին չես իմ ամարեմ, մամա շուրա, տուն լակո առաջինը, հերու տեղը, գիտես սուսում, գիտե մամա, զամացետ կես գիտե ուր է, մեկ, ուդող,